Արդեն 5 օր է Բամբակ գետում չեն դադարում 13-ամյա Նարինե Մարտիրոսյանի որոնումները։ Աղջկան գտնելու հույսը օր-օրի մանրում է։ Միացել են բազմաթիվ կամավորներ, տեխնիկա, փրկարարներ բոլոր մարզերից, ջրասուզակներ։ Վաղ առավոտից մեկնարկել են որոնումները, սակայն գետի վարարությունն ու տիղմը շատ են խանգարում։ Անգամ հատկացված տեխնիկան չի կարողանում օգնել։ Նույնիսկ դրոններն են գործի դրվել, աղջկա հետքն անգամ չի երևում։ Որոնումները կշարունակվեն այնքան, մինչև աղջկա մարմինը չհայտնաբերվի։ Իսկ այս ընթացքում դեռ չեն ուղարկավորել նրա քրոջը 7-ամյա Նարեին, սպասում են երկրորդ աղջկա մարմինը հայտնաբերելուն։ Նարեի մարմինը հայտնաբերվել էր հունիսի 17-ին, ողբերգական դեպքից 2 օր անց։ Հունիսի 15-ին քույրերը փորձել էին գետնն անցնել այնտեղ տեղադրված խողովակի վրայով, շրջանցելով վերգետնյա անցումը, որը կերկարացներ իրենց ճանապարհը։ Այդպես էլ վերջնագետին չէին հասել։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն մի քույրն ընկել է գետը ու սկսել խեղդվել, մյուսն էլ փորձել է օգնել ու ինքն էլ է հայտնվել այնտեղ։ Հայաստանում 7 քաղաքական ուժ միաժամանակ դիմել են սահմանադրական դատարան, վիճարկելով անցած ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս իրողությունը որակել է որպես աննախադեպ հետընտրական ճգնաժամ։ Նախկինում նման իրավական գործընթացները սովորաբար սահմանափակվել են ընդդիմադիր մեկ թեկնածուի կամ դաշինքի բողոքարկմամբ։ Գաղափարական տարբեր բևեռների այս համախմբումը վկայում է ընտրական համակարգի հանդեպ ձևավորված համակարգային եւ խորքային անվստահության մասին։ Պաշտոնական արձանագրությունները չեն ապահովում իշխանության քաղաքական լեգիտիմությունը, եթե մասնակիցների զգալի մասը կասկածի տակ է դնում քվեարկության ազատությունը։ Սահմանադրական դատարանն այժմ կանգնած է ոչ միայն իրավական, այլև պետական լուրջ պատասխանատվության առաջ։ Դիմումների մակերեսային քննությունը կարող է վերջնականապես փակուղի տանել քաղաքական դաշտը եւ ճանապարհ հարթել նոր ցնցումների համար։ Շիրակի մարզի Հայկավան գյուղում այսօր տեղացել է ավգիթի մեծության կարկուտ, ինչի մասին հայտնել է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։ Ամերիկյան հետախուզական ծառայությունները Դոնալդ Թրամփի վարչակազմին են փոխանցել Իսրայելի վարչապետի հնարավոր քայլերին վերաբերող մտահոգիչ տվյալներ։ The Washington Post-ի փոխանցմամբ Բենյամին Նեթանյահուն կարող է հարվածի տակ դնել Իրանի հետ կայուն խաղաղության հասնելու Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերը։ Իսրայելական կողմը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Լիբանանում, չնայած ամերիկա-իրանական ուշագրի առանցքային պահանջներին։ Թել Ավիվում այս համաձայնագիրը դիտարկում են որպես երկրի պաշտպանական հնարավորությունները սահմանափակող եւ Հեզբոլլահին ձեռնտու փաստաթուղթ։ Լիբանանի հարցում ցանկացած զիջում Նեթանյահուի համար կարող է վերածվել քաղաքական պարտության, մոտեցող ընտրությունների նախաշեմին։ Վարչապետի քաղաքական վարկանիշը մեծամասամբ պայմանավորված է ռազմական կոշտ ռետորաբանությամբ եւ տարածաշրջանում իսրայելական ներկայության ընդլայնմամբ։ Վաշինգտոնի նկրտումները փաստացի բախվել են Իսրայելի իշխանությունների սեփական իշխանությունը պահպանելու եւ անվտանգային առաջնահերթություններն առաջ մղելու կամքին։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորել են ամբողջ երկիրն ու իտալացի ժողովրդին։ Տայանին որոշել է չեղարկել հունիսի 21-ին եւ 22-ին նախատեսված իր պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։ Դիվանագիտական այս լարվածության պատճառ են դարձել Դոնալդ Թրամփի այն խոսքերը, թե Մելոնին աղաչել է իրեն միասին լուսանկարվելու համար։ Նա երազում էր ինձ հետ նկարվել, նա պարզապես աղերսում էր այդ լուսանկարի համար, այնքան շատ էր ուզում։ Ես նույնիսկ չէի էլ նկարվի, բայց պարզապես խղճացի նրան։ Նա երևի թե ուրախ է, որ ես գոնե զրուցեցի իր հետ, քանի որ պարտավոր չէի խոսել նրա հետ, ասել էր Թրամփը։ Իտալիայի վարչապետը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ամբողջությամբ շինծու են։ Ես անկեղծ ասած սարսափած եմ։ Ես չեմ հասկանում, թե ինչու է ԱՄՆ նախագահն իրեն այդպես պահում իր դաշնակիցների նկատմամբ։ Ի վերջո դա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, ասել է Մելոնին։ Si dimostra molto più accondiscendente, però una cosa se la deve ricordare. Դոնալդ Թրամփը 2025 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած սուր բանավեճը որակել է որպես փառահեղ հեռուստատեսային տեսարան։ The New York Times-ի լրագրողների հեղինակած նոր գիրքը բացահայտում է, որ նախագահի այդ դրվագն իր էֆեկտիվությամբ նույնիսկ գերազանցել է սեփական աշակերտը շոուից։ Մասնագետները մանրամասնում են Թրամփի երկրորդ ժամկետի առաջին ամիսները, շեշտելով նրա կառավարման կայսերական եւ շոու բիզնես հիշեցնող ոճը։ Ըստ հեղինակների Սպիտակ տան ղեկավարը քաղաքական ու կադրային լուրջ որոշումները միտումնավոր վերածում է հանրության համար նախատեսված սյուժետային շրջադարձերի։ Այս աղմկարույց իրադարձությունների ու բեմականացված վեճերի ֆոնին նախագահի ընտանիքի կարողությունն աճել է ավելի քան $1 միլիարդ։ Քաղաքականության նման օրինակ թատերականացումը հիմնավոր կասկածներ է հարուցում, թե արդյոք պետական կառավարումն իսկապես չի ծառայում բացառապես անձնական հարստացմանն ու վարկանիշի ապահովմանը։
Володимир Зеленський, президент України. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկվել է սպիտակ արծվի շքանշանից, Լեհաստանի հնագույն եւ բարձրագույն պետական պարգևից։ Նման որոշում է հայտնել նախագահ Կարոլ Նավրոցկին, ընդգծելով, որ Ուկրաինայում ՈՒԱԲ-ի գործիչների հերոսացումն անընդունելի է լեհական կողմի համար։ Սպիտակ արծվի շքանշանը ավանդաբար շնորհվում է միայն ակնառու պետական գործիչներին հատուկ ծառայությունների համար։ Զելենսկին այս պարգևը ստացել էր 2023 թվականի ապրիլին Աջեյ Դուդայի ձեռքից։ Բալկանյան թերակղզում ծավալվող հակակառավարական զանգվածային ցույցերը լուրջ սպառնալիք են դարձել Սերբիայի եւ Ալբանիայի 10-ամյա վարչակարգերի համար։ Սերբիայում քաղաքական ճգնաժամը սրվել է 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի կայարանի աղետալի փլուզումից հետո, ինչի պատճառով 16 մարդ է զոհվել։ Ալբանիայում դժգոհության նոր ալիք է բարձրացել Զվերնեցի արգելոցում նախատեսվող զբոսաշրջային շքեղ նախագիծը, որը կապված է ԱՄՆ նախագահի Փեսա Ջարեդ Քուշների հետ։ Երկու երկրների ցուցարարներն էլ պահանջում են Էդի Ռամայի եւ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, մեղադրելով նրանց համակարգային կոռուպցիայի եւ ավտորիտարիզմի համար։ Սերբիայում ուսանողական շարժումն արդեն հասել է վարչապետի հրաժարականին եւ 2025 թվականի աշնանը սպասվող արտահերթ ընտրությունների խոստմանը։ Այս զարգացումները Եվրամիությանն անդամակցելու յուրօրինակ լակմուսի թուղթ են, որոնք կստուգեն երկրների իրական հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումներին։ Այդուհանդերձ վերլուծաբանները դեռևս թերահավատ են, թե արդյոք փողոցային պայքարը կհանգեցնի իշխանության իրական փոփոխության, թե պարզապես կամրապնդի գործող վարչակարգերի դիրքերը։